Մենք վերադարձանք եւ շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում։ Հավանաբար նկատել եք, որ թեև շոկ է, շատերն արձակուրդում են, բայց մեր քաղաքում մշակութային իրադարձությունների պակաս չկա։ Մենք պարբերաբար անդրադառնում ենք դրանց։ Այսպիսով, հուլիսի 24-ից մեկնարկում է Ձայն աշխարհի վոկալ մրցույթ փառատոնը։ Այն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, ու մանրամասների մասին կպատմեն այսօրվա մեր հյուրերը։ Մարիամ Շահինյան, արվեստների պատկերասրահ, մշակութային հիմնադրամի նախագահ, Voice of the World Ձայն աշխարհի միջազգային վոկալ մրցույթ փառատոնի հիմնադիր նախագահ, Մերի Մինասյան, աշխատանքների համակարգող եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Աննա Պողոսյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դասական երգչուհի, Voice of the World 2026 միջազգային վոկալ մրցույթ փառատոնի ժյուրիի անդամ եւ Աղարշակ Օհանյան, ԱՄՆ-ից ժամանած պատվավոր ժյուրիի անդամ, օպերային երգիչ, խմբավար, վոկալի ուսուցիչ եւ դաշնակահար։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Սիրով։ Բարձր տրամադրություն պարգևելու համար։ Շնորհակալություն։ Եկեք հասկանանք, թե ինչ փոխվեց առաջին տարուց հետո փառատոնում եւ առհասարակ փառատոնի գաղափարը ինչպես էր ծնվել։ Սիրով կպատասխանեմ, որովհետև առաջին անգամ, երբ մենք նախաձեռնեցինք այս փառատոնը կազմակերպելու, կար մեծ ցանկություն, որպեսզի ներկայացնենք մեր Հայաստան աշխարհը առաջին հերթին, որովհետև ցանկացած փառատոն պետք է ունենա գաղափարական ուղղվածություն։ Ոչ միայն մեր նպատակն է մրցույթ փառատոն ուղղակի անցկացնել, քանի որ այս փառատոնին ժամանում են տարբեր երկրներից, Եվրոպայից, Պորտուգալիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լատվիայից, Մալտայից եւ այլն, տարբեր երկրներից, Ամերիկայից, Ֆրանսիայից անցյալ տարի բոլորը ուրեմն ժամանակ մեր բոլոր հյուրերը, բոլոր մասնակիցները անխտիր ծանոթացել են նաև մեր հայ պատմությանը, հայ աշխարհագրությանը եւ հայ մշակույթին։ Եվ այս տարի մենք եւս իհարկե ուզում եմ ասել նաև հպարտությամբ, որ երբ նախաձեռնվեց այս ծրագիրը, մենք չէինք կարծում, բայց ունեինք մեծ նպատակ, որպեսզի դառնա ավանդական այս փառատոնը եւ այս տարի փաստում ենք դրա մասին, որ արդեն ներկայացնում ենք մեր երկրորդ փառատոնը։ Եվ այս տարի եւս ունենք նորություն, քանի որ անցյալ տարի մենք ներկայացրեցինք 6 անվանակարգ, ջազ, մյուզիկլ, աշխարհի համաշխարհային հիթ, կլասիկա, 6 անվանակարգեր եւ այս տարի ավելացան նաեւ դուետներն ու անսամբլները։ Փորձում ենք ներկայացնել նաեւ այս տարի նոր երկրներ են մասնակցելու, մենք ունենք Կիպրոսից եւ ժյուրի եւ մասնակիցներ, սա եւս ձեռքբերում է փառատոնի։ Եվ գիտեք ինչն էր ամենակարևորը մեզ համար, երբ փառատոնը ավարտվեց հուլիսի 28-ին անցյալ տարի եւ անմիջապես երևի թե 2 շաբաթ անց մեզ սկսեցին նորից գրել։ Եվ դա մեզ ոգեշնչեց, որպեսզի դառնա ավանդական այս փառատոնը։ Եթե խոսենք այն մասին, որ երկրորդ անգամ է արդեն հա մրցույթը իրականացվում, ինչ է գրանցել անցյալ տարի, ինչ հաջողություններ։ Հաջողությունները շատ տարբեր էին, որովհետև մենք ունենք տարբեր անվանակարգերում տարբեր մրցանակներ։ Դա պատվոգրեր են, մեդալներ են, գրանպրիներ են, այսինքն նաև ուզում եմ արձանագրեմ, որ այս ամենը նպաստում է նրան, որպեսզի այս փառատոնը միայն մրցույթ չդառնա։ Մրցույթը միայն մրցանակ չի։ Մրցույթը նաև դա փոխհասկացություն է, սեր է, նոր կապեր են, նոր հրավերներ են, որովհետև ժամանած մեր պատվավոր ժյուրի անդամները, որի մասին փաստի նաև Աղարշակ Օհանյան, իրենք բոլորը լավագույններին, ուրեմն տրվում է բոլորին ժյուրիի կողմից նոր հրավերներ, տարբեր երկրներ եւ այս տարի մենք ունենք շատ մեծ ձեռքբերում, կարծում եմ, որովհետեւ մենք ժյուրիի անդամներին ունենք նաեւ պրոդյուսեր Մոլդավիայից, որը սերտիֆիկատներ պետք է տրամադրի, 3 սերտիֆիկատ տարբեր, այսինքն լավագույնին կտրվի մի սերտիֆիկատ, որի համար կստեղծվի մի նոր երգ, զրոյից, cover-ով, իր promotion-ով, ամեն ինչով եւ երկրորդ սերտիֆիկատը կհրավիրվի Մոլդովա ռադիոյի ուրեմն որպես հյուր, որպես ուրեմն լավագույն կատարող Voice of the World-ի եւ երրորդ սերտիֆիկատն է, որ լավագույն երգը, որը կճանաչվի, ուրեմն անպայման եւս կունենա հետագա զարգացում Մոլդովա ռադիոյի
շնորհիվ։ Այսինքն տարբեր են շատ, այս տարի տարբերվում է մեր անցյալ տարվա փառատոնից, դա բնական է, որովհետև երբ առաջի տարի ես անում, չնայած ես անում եմ արդեն 20 տարուց ավել փառատոններ, կլասիկայի ասպարեզում եմ արել եւ այս փառատոնը եւս շարունակություններ, երբ Աննայի հետ մենք սկսեցինք հրավիրվել որպես ժյուրի անդամ, տարբեր երկրներում ենք եղել ժյուրի անդամ որպես եւ դա նաեւ նպաստեց, որ միտք չկար, բայց քանի որ կար մեծ ցանկություն օտար երկրյա մեր ընկերների մոտ, որպեսզի գան Հայաստան, ծանոթանան Հայաստանի հետ, Հայաստան երկրի հետ եւ սա մղիչ ուժ հանդիսացավ, որպեսզի այս փառատոնը ես հիմնադրեմ։ Զրուցենք նաև ժյուրի անդամների հետ, հասկանանք արդյոք առաջին անգամ եք այս մրցույթում ժյուրի, թե նախորդ տարի եւս եղել եք, եւ ինչպիսի կատարումներ եք լսում, արդյոք դες բավարարում է բոլորի կատարումները ու մինչեւ մրցույթի հասնելը մասնակիցներին, այսպես ասած կաստինգ անում եք, թե ոչ։ Այո, երկրորդ տարին է, որ ես Որտեղ վիճակվել նստել այս փառատոնի ժյուրի անդամ, շատ տարբեր որակի կատարումներ ենք լսում, կաստինգ չկա այս մրցույթում, դեռ չենք անցկացնում կաստինգ, բայց ասեմ, որ մեծամասնությամբ բավականին բարձր որակի կատարումներ ենք լսել, շատ հետաքրքիր եւ տարբեր կատեգորիաների մեջ են, կլասիկա, ջազ, պոպ, տարբեր կատեգորիաների մեջ բավականին տարբեր որակներ են լինում։ Այնպես չի լինում, որ բոլորը պետք է ուժեղ լինեն, բայց որակյալ ինքը տարբերություն է տալիս եւ մրցույթը որպես այդպիսին մրցույթ բավականին որակով մրցույթ է։ Այսինքն ասեմ ձեզ, քանի որ հայերը միշտ բավականին տարբերություն են տալիս իրենց որակով, աշխարհով մեկ, որտեղ գնում ես մրցույթի, հայերը տարբերվում են։ Իսկ օտար երկրացիները դա բավականին լավ գիտեն եւ շատ պատրաստված են գալիս եւ վախեցած։ Այնպես որ շատ հետաքրքիր եւ նախադեպը չունեցող մրցույթ է այս մրցույթը, որտեղ ես շատ եմ մասնակցել շատ տարբեր մրցույթների հրավիրված եմ եղել, տարբեր մրցույթների անդամ եմ եղել ժյուրի, ինքը իսկապես ոչ կարող եմ անգամ ասել, որ ոչ միայն Հայաստանի համար նախադեպը չունեցող մրցույթ է, այլ նաև այդքան մրցույթներին մասնակցող որպես եւ եվրոպական մրցույթների մեջ էլ ինքը նախադեպը չունեցող մրցույթ է։ Տարբերվում է որակով, կազմակերպվածությամբ, շատ տարբեր բաներով, որ կարող եմ այդպես անգամ ասել։ Մաղարշակ Փոքր կարող եմ ասել կաստինգի հետ կապված ձեր հարցին պատասխանելով, մենք այդպեսին որպես կաստինգ, ինչպես ասեց Աննան, չենք անում, բայց մենք ունենք հայտագրում, որտեղ լրացվում են բոլոր տվյալները մասնակիցների, ամեն ինչը ուսումնասիրվում է եւ այս տարի եւս ունեցել ենք այդպիսի մի շատ մանրակրկիտ ենք ուսումնասիրում, մենք ունեինք մի մասնակից, որին ուղղակի մենք չթողեցինք որպեսի մասնակցի, այսինքն կան իհարկե այնպիսի մի հարցեր, որոնց պատասխանելով մրցույթին մասնակցի թե չի մասնակցի, որոշում է մեր թիմը, Voice of the World-ի թիմը որոշում։ Մաղարշակ, ըստ ձեզ օտար երկրյա մասնակիցներին ինչն է ավելի շատ ոգևորում գալ Հայաստան մասնակցել այս մրցույթին եւ հիմնականում որ ժանրում են ներկայանում։ Նախ ասեմ, որ շատ, ինչպես Աննան ասեց, որ շատ հայ երգիչներ կան այսօր մարքեթում, աշխարհով մեկ, Եվրոպայում եւ ինչու՞ չէ, նաեւ մետրոպոլիտենում շատ վերջերս 2-3 հայաստանցի երգում էին մետրոպոլիտենում նույն ներկայացման մեջ։ Ես էլ երբ City Opera-ում երգել եմ նաև իմ գոլեգայի հետ, չեմ ուզում անունները տալ, երգել եմ եւ դա ինստինկտիվ ռեկլամ է հանդիսանում եւ իհարկե դասավանդում ենք, մեր դպրոցը շատ բարձր է գնահատվում եւ շատերն են հարցնում, մանավանդ արտիական, մեր Հայաստանը այսօր այն հարթակի վրա է, որ ինչու՞ չէ, հպարտանում ենք եւ շատ դրական լիցքերով ես արդեն 35 տարի կյանքիս ավելի մեծ մաս ապրում եմ Նյու Յորքում, հանդես եմ գալիս կատարական արվեստի դպրոցի բաժնեվարիչ, վոկալ եւ կրթում եմ երիտասարդներին, որոնք աշխարհում մեկ արդեն դասավանդում են եւ կուզեին փորձել նաեւ այստեղ
ամերիկյան այդ western տրադիցիաները նաև ինչու՞ չէ այստեղ, որտեղ շատերը նաև գնում են Ամերիկա լսվելու պրոդյուսերների մոտ եւ ինչու՞ չէ շատ մանրուքներ կան, բացի ունենալ ձայնը լավ ձայն, շատ ավելի ուրիշ կարևոր բաներ կա, որոնց մասին ես կուզեի կիսվել եւ անում եմ անցած տարի ունեցա վարպետաց դաս master class ենք ասում, բայց ուղղել են ինձ, որ հայերեն եմ վարպետաց դաս, որը շատ լավ ընդունվեց եւ այստեղ նորից հրավիրվեցի Տիկին Շահինյանի կողմից, շնորհակալություն, դա մեծ իմ համար պատիվ էր եւ մեծ ուրախություն, բացի այդ տաղանդավոր երիտասարդներին համաշխարհային կիսվել, տեսնել եւ մեր գոլեգաների տարբեր երկրներից եկած իրենց փորձերով, իրենց ինչ որ բաներով ոչ համաձայն, բայց ընդհանուր մի գաղափարի շուրջ համախմբված, որպիսի կրթել երիտասարդներին, բացի լավ երգելուց, այլ լավ քաղաքացի լինել, դիսցիպլին ունենալ։ Իմ համար դիվիզը դա է, ունենաս ինքնավստահություն երկի միջոցով, որտեղ դա շունչ է, դա կոորդինացիա է եւ լինել լավ քաղաքացի քո տվյալ դեպքում իմ հայ ազգի համար, որ ինչ ես շատ սիրում եմ եւ հպարտանում։ Շնորհակալություն։ Մերի մասնակիցները, ովքեր գալիս են փառատոնին մասնակցելու համար, արդյոք հասցնում են նաև ուսումնասիրել Հայաստանը, գնալ այս կամ այն տեսարժան վայրեր եւ ինչ այլ մշակութային ծրագրեր ունեք նախատեսված մասնակիցների համար։ Մասնակիցները իհարկե հասցնում են Հայաստանին ծանոթանալ, քանի որ ինչպես Տիկին Շահինյանը նշեց, Հայաստանի հետ ծանոթացնելը մեր մասնակիցներին, ովքեր ժամանում են աշխարհի տարբեր անկյուններից մեզ համար կարևորագույն կետերից մեկն է, որովհետև բացի մրցույթից մենք նաև անցած տարի ունեցել ենք մեկ էքսկուրսիոն օր, որի ընթացքում այցելել ենք Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, այնտեղ իրենք մասնակցել են նաև լավաշի մաստեր կլասի եւ իրենց համար շատ հետաքրքիր էր նաև այնքանով, որ անցած տարի մեր էքսկուրսիոն օրը համընկել էր Վարդավառին եւ բոլորի համար դա նորություն էր, սկզբում զարմանալի էր, մի փոքր օտար էր, բայց հետո արդեն իրենք էլ խաղում էին երեխաների հետ դրսում, հաճույք էին ստանում իրենց օրվանից։ Այս տարի նույնպես մենք որոշեցինք, որ պետք է փոխենք ուղղությունը եւ այս տարի ունենք 2 օր էքսկուրսիոն, որպեսզի ավելի հարուստ ծրագիր մատուցենք մեր հյուրերին։ Առաջին օրը մենք վերցրել ենք ուղղությունը դեպի Սևան, ապա Իջևան, որպեսզի ամբողջությամբ իրենք ծանոթանան թե մեր բնությանը, թե մշակույթին, որովհետև ընթացքում ունենալու ենք շատ հետաքրքիր պատմություններ, բնականաբար իրենց ներկայացնելու ենք ամբողջ եւ քաղաքի պատմությունը եւ մեր երկրի պատմությունը եւ ամսի 28-ին դա իրենց վերջին օրն է, որ լինելու են Հայաստանում, մենք ունենք փոքրիկ անակնկալ, որի փակագծերը դեռ չենք բացում, բայց իրենց սպասվում է եւս մեկ հիանալի օր Հայաստանում եւ ես վստահ եմ, որ այս տարի նույնպես հեռանալու են շատ ջերմ հիշողություններով եւ մյուս տարվա վերադառնալու ցանկությունը ավելի մեծ է լինելու։ Քանի մասնակից ունենք ընդհանուր առմամբ եւ քանի փուլով է մրցույթը ընթանալու։ Մեկ փուլ է լինելու, բայց 2 օր է տևելու մեր մրցույթը, որովհետև մենք տարբեր նոմինացիաներում պետք է ելույթ ունենան։ Դա առաջի օրը կլինի կլասիկա, ուրեմն համաշխարհային հիթ կլինի, ֆոլք կլինի, այո, մեկ ստեղծագործություն բոլոր նոմինացիաներում, բացի կլասիկայից, որովհետև կլասիկայի ժանրում մենք պետք է ներկայացնենք 2 ուրեմն երկին 2 ստեղծագործություն ենք ներկայացնում, դա էլ շատ կարևոր է, որովհետև որպեսզի բացահայտենք լիարժեք պրոֆեսիոնալ կողմը երգչի եւ մենք բոլորին ուրեմն տալիս ենք դիպլոմներ արդեն մասնակցության, նվերներ ենք հուշարժան, նվերներ ենք տալիս բոլոր մասնակիցներին, ամեն նոմինացիայում տարիքային խմբերում կա առաջի, երկրորդ, երրորդ տեղ, մեդալներ, գավաթներ, գրանպրիներ նոմինացիայի մեջ կա եւ 1 գրանպրի ենք ունենում ամբողջ փառատոնի ընթացքում անկախ ժանրերից թե լավագույնը ով է ճանաչվում, դա շատ հետաքրքիր եւս նորություն է
որը որ եւ ոգեշնչում է եւ պարտադրում է իհարկե։ Դա շատ կարեւոր է եւ ուզում եմ ասել, որ այս փառատոնը Աննան նշեց նախադեպը չունեցող փառատոն, շնորհակալ եմ կարծիքի համար, բայց ասեմ ինչի համար, որովհետեւ այս փառատոնի հանդիսավորվածումը որևէ մի երկրում 1-2-ում ենք տեսել մենք դա, որովհետեւ կա փառատոն, որը տևում է ընդամենը 1 օր։ Ես դա չեմ ընդունում, ճիշտն ասած, եւ այս փառատոնի հանդիսավորվածումը Կարմիր գորգով է, ֆոտոսեսիաների են մասնակցում բոլորը, մեծ ընդունելության հանդիսավորվածումից հետո եւ բացման ժամանակ անցյալ տարի եւս ունեցել ենք շոու Voice of the World անունով եւ այդ շոուն ներկայացրեցինք 8 մյուզիկլից։ Այս տարի մենք եւս ունենք Voice of the World, բայց լրիվ տարբերվող այս տարվա ուրեմն մեր շոուն նվիրված է մեր հայ հանճարներին, ովքեր ազգությամբ լինելով հայ, բայց չծնված Հայաստանում, ներկայացրել են մեր Հայաստանը, բարձր են պահել մեր հայ անունը եւ հայեցի իրենց կյանքով ներկայացրել են հայի կերպարը։ Դա Շարլ Ազնաուրը պիտի ներկայացվի, Փարաջանովը պիտի ներկայացվի եւ պիտի ներկայացվի Շերը։ Կարծում եմ շատ հետաքրքիր պիտի լինի, որովհետեւ սա առաջին անգամն է լինելու բոլոր ուրեմն մեր մասնակիցները նաեւ մասնակցում են մեր այս շոուի ընկնդրմանը իրենց դասախոսների հետ, դասատուների հետ, հյուրերի հետ եւ հետո մեծ ընդունելություն կունենանք, որին մենք սիրով ձեզ հրավիրում ենք, որովհետեւ ավելի լավ է մեկ անգամ տեսնեք, քան մենք այսքան պատմենք եւ ուզում եմ ես շնորհակալություն հայտնել օգտվելով առիթից ձեր հեռուստաընկերությանը, որը մեզ ուրեմն հրավիրեց եւ շնորհիվ ձեզ դառնում են նման ծրագրերը ավելի հասանելի, ավելի մատչելի եւ տեսանելի։ Շնորհակալ ենք։ Մենք ենք շատ շնորհակալ։ Ձեզ մաղթում ենք շատ հաջողություններ, հրաշալի մասնակիցներ եւ թող այս մրցույթը տևի շատ երկար տարիներ։ Շնորհակալ ենք։ Շատ վարպետաց դասեր, փորձի փոխանակում, որը կօգնի իսկապես երեխաներին ավելի առաջ շարժվել։ Շնորհակալություն, մենք անցնենք առաջ, իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Գնացինք։